Պարոն Գեղամյան, նախ այսպես նախընտրական քարոզարշավը մոտենում է մի քանի օրից մոտենում է իր դրամաբանական ավարտին, դուք որպես Աբովյանի ավագան ու ՔՊ խմբակցության ղեկավար ինչ կարևոր արձանագրումներ եք կատարել եւ ինչպես է ընթանում ըստ ձեզ քարոզարշավը։ Քարոզարշավը ընթանում է շատ լավ, ժողովուրդը իր աչքով տեսնում է կատարված աշխատանքները, թե կառավարության կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես դպրոցաշինության ոլորտում, ճանապարհաշինության ոլորտում եւ նաեւ համայնքի կողմից սուբվենցիոն եւ մասնակցային բյուջետավորման ծրագրերով ներկայացված աշխատանքները, այնպես որ կարծում եմ հունիսի 7-ին ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը, տեր է կանգնելու մեր ինքնիշխանությանը եւ մեր պետությանը։ Իսկ ավելի կմանրամասնեք այդ սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքները, մասնավորապես որ համայնքներում են իրականացվել վերջին տարիներին։ Վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացվել են Աբովյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում, սկսած ճանապարհների ասֆալտապատումից, լուսավորման համակարգերի անցկացումից, ոռոգման եւ խմելու ջրագծերի անցկացումից, ինչպես նաեւ մանկապարտեզաշինություն եւ մասնակցային բյուջետավորումով ունենք երկու ծրագիր արդեն, որովհետեւ անցյալ տարվանից է Աբովյան համայնքը մասնակցում, մասնավորապես Աբովյանի համայնքապետարանի հարակից տարածքում ունենք թենիսի կորտ եւ Արամուսի մարզամշակութային կենտրոնի վերանորոգումը, երկուսն էլ իրականացվել են մասնակցային բյուջետավորումով, այնպես որ Աբովյան խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվում են տարբեր տիպի աշխատանքներ եւ պետությունը իր հերթին ամեն ինչ ներդնում է, որպեսզի աշխատանքները իրականացվեն, այսինքն եւ պետության մասնաբաժինը տրվում եւ պետությունը խրախուսում է ամեն կերպ, որպեսզի նոր ծրագրեր առաջարկվեն։ Նաեւ քանի որ մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդես է տեղի ունենալու, կցանկանայի այդ մասով որպես քաղաքացի ձեր կարծիքը հայտնեիք։ Արդեն համացանցից որոշ նկարներ աչքովս ընկել են, ես էլ մեծ հույսեր ունեմ, որ ժողովուրդը ինքը կգնահատի մեր կառավարության իրականացրած աշխատանքները, որովհետև ես ինքս մասնավորապես Սյունիքի մարզում այցելել եմ եւ տեսել եմ ամենաշինական աշխատանքները կատարված եւ գիտեմ, որ հանրապետության տարբեր հատվածներում իրականացվում են նմանատիպ աշխատանքներ, բայց կոնկրետ ամսի 28-ին ժողովուրդը կտեսնի, թե նաեւ կառավարությունը զենք զինամթերք, պաշտպանական զենք զինամթերք գնելու մասով ինչ է արել եւ այդ ժամանակ արդեն այն մարդիկ, ովքեր խոսում են տարիներ շարունակ, որ բանակում ոչ մի բան չի արվում, այդ մարդիկ կարծում եմ արդեն կլռեն ու ոչինչ չեն ասի։